Խոստովանություն հաղորդման հերթական հյուրն էր երաժիշտ դուդուկահար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը։ Star News-ը հետևեց զրույցին, որի ընթացքում հաղորդավարի Արայիկ Համբարձումյանի հարցին, թե եղել է, որ Կամո Սեյրանյանը բեմում հուզվի և չկարողանա շարունակել նվագել։ Դուդուկահարը պատասխանեց. Հայկոյի մահից հետո իրեն նվիրված առաջին համերգն էր։ Ծննդյան օրը։ Ես խեղդված մի կերպ նվագեցի, վերջացրեցի։ Մինչև իմ ելույթը կուլիսներում մենք մեկս մեկիս հանգստացնում էինք։ Երեխու նման զռռում էի։ Ասում էի չեմ կարա նվագեմ։ Ինձանից առաջ ելույթներն էի նայում, էկրանին Հայկոյի վիդեոները ու քանդվում էի։ Նվագեցի, բայց կեսից արդեն խեղդվում էի։ Մի կերպ ինձ հավաքեցի։ Ավակ ընկերոջս տանը, մեր թաթայից տանը մի կտոր աղոհաց ենք պատրաստում։ Նայեք ինչ չեմ կատարում, տավարի մեջ մի ֆիլեն, պահ։ Աղբերություն։ Ջան, ես քո ցավը տար այսպիսի նկարեմ, ես սկսեմ YouTube կանալ։ Աբոյան։ Instagram։ Ինչ է անում իմ բլոգերին դու գախ։ Աբեջան մատալակա։ Ձերքի սամը, դուդուկի դամը։ Շնորհակալություն։ Դամով։ Դեմա վեգալիկ թաջան, օջախի թաման։ Աղբեր ջան, օջախը չշել էլի։ Ժամին հավաքվել ենք, նշում ենք մեր նոր տարի։ Անուշներ։ Ջան ձեր ցավը տանեմ, ով եկավ, բարով եկավ։ Նորոս Ամերիկայից բարով, ապե մաղալքին ուրա։ Կամոյի կողքից տեղ չգնացել իրար տղեն, ինչ գորշի արի, Յուրիկ ջան։ բայց էտե առանձին կենացա, էլի։ Սաղները տալեմ։ Հիմա ուզում ասեմ չենք մոռաց։ Ոնց էր ասեմ։ Սիմոնյան ջան, մեռնեմ ջանից։ Լինելով արտիստ, ով ծավալում է ակտիվ գործունեություն թե Հայաստանում, թե ՀՀ սահմաններից դուրս, խոսեց ազգային արվեստի պահանջվածությունից։ Կուզեմ կոնկրետ դուդուկ գործիքի մասին խոսել։ Դուդուկ գործիքը բոլոր ժամանակներում ամենապահանջված հայկական գործիքն է, որովհետև առանց դուդուկ Հայաստանում չկա ոչ մի տեսակի ծիսակատարություն։ Դուդուկն իր տեղն ունի, բայց ցավում եմ, որ ազգային գործիքներ ունենք, որոնք պահանջարկ չունեն։ Բեմական գործունեությունից զատ երկրպագուները ակտիվ հետևելով տեսնում են նաև մեկ այլ Կամոյի, ով բլոգ է վարում։ Ես չեմ համարում, որ բլոգ եմ անում։ Մտածված չեմ անում, ուղղակի սիրում եմ, խոհանոցն իմ հոբին է։ Սիրում եմ համով պատրաստել, համով ուտել, գուրման եմ։ Խոսք եղավ նաև Սեդա Սեյրանյանի պրոդյուսերը լինելու փաստից և Կամո Սեյրանյանը հումորով ասաց. Մեր Հակոբի հացը ուզում եմ մանրից ձեռից տանեմ, 10-15 տարի առաջ միշտ Հակոբը Սիլվայի հետ էր։ Հիմա ես միշտ Սեդայի հետ եմ, դառել եմ Հակոբը։ Խորհուրդ կտամ իմ երաժիշտ այն ընկերներին, ում երեխաները բնությունից օժտված չեն տաղանդով, այդ երեխաները մեղք են։ Մեկա ժողովուրդը բոլորից լավ է հասկանում, անգիր գիտի հերը բրդում ա, չի բրդում։ Արտիստի սերտ շփումը Հայկոյի ընտանիքի և հատկապես որդու հետ։ Շարունակում է արդյոք կապը։ Իհարկե շարունակվում է, վերջին անգամ Արմանի զանգել եմ նոր տարին եմ շնորհավորել։ Մեր խոսակցությունից հետո հասկացա, որ Արմանը էլ երեխա չի, մեծ տղա է։ Ասեցի Արման ջան, գիտես չէ, որ ես տարին 12 ամիս պատրաստ եմ քո համար, ինչ խնդիր կլինի քո հետ կիսվեմ, խոսեմ, օգնեմ։ Ասեց Կամո ջան, ես էլ եմ միշտ պատրաստ։ Նենց հուզվեցի էդ պահին։ Երբ ստեղ էին դեռ, տանս որ հյուրեր էին լինում, ուզում էի Արմանն էլ ներկա լիներ, զանգում էի Անահիտին, խնդրում էի, գամ Արմանին վերցնեմ։ Թեմայի շուրջ խոսելով նշենք, որ Անահիտ Սիմոնյանը նույն տաղավարից հարցազրույցի ժամանակ ասել էր, եթե Հայկոն ողջ լիներ ու այսօր տեսներ իր ընկերներին, ընկերներ ընտրելու հարցին այլ կերպ կմոտենար։ Հայկոյից հետո մենք մենակ ենք, Կամո Սեյրանյանն ասաց։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել Անահիտն ինչ է ասել։ Կամո Սեյրանյանը մի առիթով սիրով համաձայնվել է պատմել ոչ միայն ընտանիքի, այլ նաև Գերդաստանի մասին, նշելով, թե ինչպես Պետրոսյանն ազգանունը փոխարինվեց Սեյրանյանով։ Իմ պապերը 1826 թվականին Էզրումի Թորթան գյուղից գաղթել են Ջավախք։ Մեր ազգը եղել է Պետրոսյան Պետրոսի ճյուղը։
Պետրոսի տղա Ղազարն իր գերդաստանով տեղափոխվում է աղելքաղաքի Սուլդա գյուղը, որը սահմանակից է Թուրքիային։ Ղազարի և Սեյրանուհու որդուն թուրք Ջաբրիլ աղան է սպանել, և Սեյրանուհու մամն այդ օրվանից վրեժ լուծելու գաղափարով է ապրել ու մշտապես հետևել է աղայի ընտանիքին։ Իմանալով, որ աղան իր որդու հարսանիքին է պատրաստվում, իսկ հարսի համար անհրաժեշտ իրերը պետք է Թբիլիսիից գնեն, Սեյրանուհու մամը կտրում է նրանց ճանապարհն ու սպանում Ջաբրիլ աղայի որդուն։ Այդ ժամանակներից էլ մեր ազգը նրա անունով դառնում է Սեյրանյան։ Ղազարի տղան պապիս հայրը Արմենակն է, Արմենակի տղան Գուրգենն է, նրա տղան Համլետն է, հայրս Համլետի տղան ես եմ, իմ տղան էլ Լևոնն է։ Հայրս Համլետ Սեյրանյանը ծնվել է աղելքաղաքի Սուլդա գյուղում։ Մայրը Սեդա Սեյրանյանն արմատներով Սևանից է, բայց ծնվել է Չարենցավանում։ Ծնողներս առևտրի ոլորտում են աշխատել, որտեղ էլ ծանոթացել են ու ամուսնացել։ Հիմա էլ Չարենցավանում են ապրում։ Ես Կամո Սեյրանյանս ծնվել եմ 1979 թվականի փետրվարի 5-ին Չարենցավան քաղաքում։ 1985-ից 93 թվականներին սովորել եմ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում։ Չարենցավանի երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը մի կերպ եմ ավարտել։ Չէի սիրում դուդուկը, բայց հետո նախասիրություններս փոխվեցին։ Կյանքումս մեկ անգամ լսեցի հորս ու ինքս ինձ մի հնարավորություն էլ տվեցի։ Երբ գնացինք ուսուցչիս մոտ, հորս ասաց, որ հազիվ է պրծել ինձանից, էլ չի ուզում գլուխը ցավի տակ դնել։ Հորս խնդրանքով ուսուցիչս մեկ անգամ էլ փորձեց։ Մեկ ամսում փոխվեցի, նվիրվեցի գործին ու բավական մեծ առաջընթաց գրանցեցի, իմ ուժերով ընդունվելով Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց, որից հետո ամենաբարձր ցուցանիշներով ընդունվեցի մանկավարժական ուսումնարանը, 3 տարի գիշեր-ցերեկս նվիրեցի պարապելուն։ Դարձա հղկված երաժիշտ և անվճար ընդունվեցի կոնսերվատորիայի դուդուկի բաժինը։ Ավարտելուց մեկ տարի անց սկսեցի դասախոսել նույն բուհում, մոտ 17 տարի է դասախոսում եմ։ Դոցենտի կոչում ունեմ, ՀՀ վաստակավոր արտիստ եմ։ Կինս Մարիամ Քլնջյանն է, դաշնակահարուհի է։ Ես ավարտեցի մանկավարժական ուսումնարանը, ինքն ընդունվեց դաշնամուրի բաժինը։ Քանի որ կապն այդ ուսումնական հաստատության հետ չէի կորցրել, հաճախ գնում գալիս էի, ծանոթացա ապագա կնոջս հետ։ 2 տարի հանդիպելուց հետո ամուսնացանք։ Տղաս Լևոն Սեյրանյանը ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնի 3-րդ կուրսում է սովորում։ Աղջիկս Սեդա Սեյրանյանը 13-ից 14 տարեկանում նոր սկսեց երգել ու բոլորիս անակնկալի բերեց։ Օրեր առաջ ավարտեց դպրոցը և ուզում է կոնսերվատորիա ընդունվել ջազ էստրադայի բաժինը։ Որպես հայր երբեք չեմ միջամտել նրանց մասնագիտական ընտրությանը։ Ըստ իս հիմար մարդը դեմ կլինի իր երեխաների նման որոշմանը։ Այն հարգանքը, որ ես եմ վայելում իմ մասնագիտության շնորհիվ, շատերն են երազում ունենալ։ Հուսով եմ իրենք էլ ավելի բարձունքների կհասնեն։ Մեր մասնագիտությունից լավն ինձ համար չկա, կյանքն ուրախ է, գլուխներս էլ հանգիստ դնում ենք բարձին ու անհոգ քնում։